Գյումրու Ալեքմանուկյան փողոցի այսպես կոչված 50-ամյակի կամուրջն է Ծորի մայլի վրա։ Կառուցման օրվանից չի հիմնանորոգվել, հիմնականում կոսմետիկ նորոգումներ են եղել։ Պարբերական ահազանգեր են լինում վարորդներից եւ թաղի բնակիչներից, որ սա փորձանքի բուն է։ Մենք չենք սպասելու, որ փորձանքը տեղի ունենա, ինչ-որ փլզում լինի, որից հետո սկսենք զբաղվել կամրջով։ Եվրատաշինքը խոստանում է, որ ընտրվելու դեպքում անպայման հետազոտելու է կամրջի իրավիճակը եւ հիմնանորոգելու է այն։ Հարգելի համաքաղաքացիներ, մարտի 30-ին անպայման մասնակցեք Գյումրու ավական վարտահերթ ընտրություններին եւ ձեր քվեն տվեք Եվրատաշինքին։ Քվեաթերթիկ համար 6։ Մենք մեր խոսքի տերն ենք։ Լավագույնը մեր քաղաքի համար ենք անելու։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կխոսենք մի շարք իրադարձությունների մասին ըստ էության։ Գյումրիում կայանալիք ընտրություններին ընդառաջ ընտրություններ, որին թյուրիմացաբար մասնակցում են նաև նախկին կրիմինալ դիկտատուրայի քաղաքական ֆասադ հանդիսացող քաղաքական ուժերի առանձին տարրեր, մթնոլորտը նրանք բնականաբար գալու էին թունավորելու, նրանք գալու էին ամեն ինչը հարամելու, նրանք գալու էին Ռուսաստանի պատվեր կատարելու, մանավանդ հաշվի առնելով, որ այս ամենը համընկնում է մի շատ ուշագրավ ժամանակաշրջանի հետ, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը ավարտել են խաղաղության պայմանագրի համաձայնեցման գործընթացը եւ տեսնում ենք, որ այս ամենը ամենևին էլ հաճելի չէ Ռուսաստանին եւ Ռուսաստանը թե Ադրբեջանի միջոցով, թե անմիջապես մեծացնելու էր ճնշումները Հայաստանի վրա։ Դա մի կողմից։ Մյուս կողմից էլ, որ տեղի ունենում մի ուրիշ բան, որը նույնպես հաճելի չէ Ռուսաստանին, դա այն է, որ այսօր տեղի ունեցավ Եվրոինտեգրման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հավանության արժանացվեց այդ օրինագիծը, որը մի օրինագիծ, որով Հայաստանում մեկնարկում է քաղաքական կուրս, որը տանում է դեպի անդամակցության Եվրամիությունում։ Սա եւս մի հարց է, որի հետ կապված ռուսներն ուղղակի սպառնալիքներ են հնչեցնում։ Եվ բնականաբար իրենց այս տեղի 5-րդ Շարասյանը եւ 6-րդ պալատին, այո, պետք է այսպես ինստրուկտաժ իջներ, թե ինչպես նրանք ակտիվանան եւ որ կետերի ուղղությամբ աշխատեն։ Եվ մենք լսում ենք էլ 9-րդ կետ, էլ երրակողմ ձևաչափին վերադարձ, էլ Խովայևի պատրաստ լինել գալ տարածաշրջան օգնել, Օվերչուկն է նկարվում եւ այլն եւ այդպես շարունակ։ Սակայն այս ամենում այս երևի թե հենց այս թունավոր մթնոլորտը նաև մի շարք տհաճ եւ անիմաստ խոսակցությունների է բերում, որը ուղղակի զարմանք է առաջացնում։ Մեկն այն է, որ երբ Եվրաքվեն նախաձեռնող քաղաքական ուժերը դաշինք կազմած եւս մասնակցում են Գյումրիի ընտրություններին, եւ այո, նախկինների հետ կապված հարցն այն է, որ հեղափոխությունից 7 տարի անց նրանք շարունակում են մնալ լեգիտիմ քաղաքական ուժեր եւ իրենց այս ըստ էության ռուսական ռոպագանդան առաջ տանեն եւ փորձեն հենց դրանով իշխանություն վերազավթել Հայաստանում, այսպես ֆորմալ առումով լեգալ տարբերակով, բայց այս ամենն էլ եւ իշխանությունն էլ նրանց դեռ 7-րդ տարին շարունակ կոչում է թալանչի։ Այո, թալանչի։ Իսկ ով է ասում ոչ թալանչի, բայց թալանչին միայն ասելով չի, հա, եթե դրան չի հետևում որևէ գործնական հետևանք։
Եվ այո, եթե չի անում, այո, իշխանությունը կոչվում է տվյալ դեպքում ապիկար։ Եվ ահա այս պարագայում նման գնահատականներով հանդես եկող մարդկանց մեղադրում են, որ դուք հավասարության նշան եք դնում այդ նախկին թալանչիների, որոնք երկիրը պարկացրեցին Ռուսաստանի ոտքի տակ, որոնք փաստորեն երկիրը ուղղակի զրկեցին կարողություններից, սուվերենությունից եւ դրա հետևանքն էր նաեւ այս պատերազմի ինքնին հրահրումը Ռուսաստանի կողմից, այդ հնարավորությունը, որը տրված էր, նաեւ այդ հնարավորությունը Հայաստանի ձեռքերը կապելու համար, ինչն էլ ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, մենք դրա մասին բազմիցս ենք խոսել, բայց լավ 7-րդ տարին է, դուք էլի շարունակում եք իրենց կոչել թալանչի, իսկ իրենց ավելի բարձր, այսպես, շերտի ներկայացուցիչներին էլ մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ։ Ու բացարձակապես որևէ հետևություն չի արվում, մինչդեռ կա դրա միջազգային փորձը, դրա մասին եւս բազմիցս ասվել է։ Հիմա կշտամբում են նրանում, թե ահա դուք ուզում եք առճակատման տանել Ռուսաստանին, հա, այդ կուսակցությունները փակվեն եւ Ռուսաստանի հետ առճակատում, Ռուսաստանի հետ հարաբերությունները միանգամից չի խզում եւ այլ եւ այլ։ Գիտեք ինչ, Ռուսաստանի հետ հարաբերություններ փչացնելու մեջ ձեզ են մեղադրում այդ նույն թալանչիները, որովհետեւ այն քայլերը, որոնք արվել են, դրանք այո կտրել են այդ թալանի ճանապարհը եւ հեղափոխությունն ըստ էության հենց դրա համար էր, այն ինչ որ դուք հենց հեղափոխության ժամանակ չէիք խոստովանում եւ ընդհանրապես ուշադրություն չէիք դարձնում, գիտեիք, թե ներքաղաքական process-ները չեն ունենում արտաքին քաղաքական պրոյեկցիա, եթե դուք դա ցանկանում եք, որ չունենա։ Այդ միշտ դա այդպես չէր։ Հավասարության նշան իհարկե չէր դրվելու եւ չէր էլ կարող դրվել, որովհետեւ դա նախ եւ առաջ իրականությանը չի համապատասխանում։ Հավասարության նշան դուք եք դնում ձեր եւ ձեր հարգելի ընդդիմադիր գործընկերների միջև, երբ նրանց տվել եք այսպիսի դաշտ, լայն դաշտ գործունեության, նրանք պարազիտանում են ժողովրդավարության վրա, ժողովրդավարությանը հերնանիծելուն միտված գործունեություն տանում անպատիժ ձևով, կռիվ լեգալ ձևով առաջ են տանում մեր պետությունը սուվերենությունից զրկելուն միտված քաղաքականություն վարող պետության շահերը եւ դա անում են, կրկնում եմ, լեգալ ձևով։ Մի բան էլ դա դարձնում են նախընտրական խոսույթ, պլատֆորմ եւ հանդես են գալիս ընտրությունների, ու դուք ոչինչ չեք անում։ Եվ այո, դրա համար ձեզ կոչում են ապիկար։ Եւ դա հավասարության նշան չի, կրկնում եմ, հավասարության նշան դուք եք դնում ձեր եւ նրանց միջև։ Բայց ամենազարմանալին էլ այն է, որ դրանով չբավարարվելով հիմա էլ քանի որ քննադատում ենք ձեզ, փորձում եք հավասարության նշան դնել մեր եւ, ասենք, պայմանական թալանչիների միջև, ասելով, որ եթե ձեզ ձայն չտան, մնացած բոլոր ձայները գնում են մի հայտնի թալանչու, հա? Սա ընդհանրապես որևէ քննության չի դիմանում եւ սա ուղղակի սուտ է, որը ես չգիտեմ այլ կերպ սա ոնց բնորոշեմ։ Եվ այս խոսակցությունը իհարկե դեռ կշարունակվի նաեւ ընտրություններից հետո, ընտրություններով կյանքը ոչ սկսվում է, ոչ էլ ավարտվում, կյանքը այլ հարթության վրա է ընթանում եւ մենք էլ ապրում ենք նույն երկրում, բայց
Ստի ոտքերը կարճ են, մի արեք նման բան։ Եվ այո, քաղաքացիական պատերազմ, քաղաքացիական պայմանագիրը այս մարդկանց քաղաքացիական պատերազմ հրահրելու միտված գործունեությունը կասեցնելու փոխարեն շատ իզուր է ֆիքսվում այն ուժերի վրա, որոնք ուղղակի ավելի համակարգային լուծումներ են ակնկալել, պահանջել եւ հիմա էլ պահանջում, նաեւ դա որպես նախընտրական պլատֆորմ ներկայացնում ընտրողներին քաղաքական դաշտը նաեւ մաքրելու համար։ Քաղաքական դաշտը վերածված է աղբանոցի։ Իսկ աղբանոցը պետք է մաքրել։ Եվ ընդհանրապես ռեֆորմների օրակարգից ենք մենք խոսում։ Դատական համակարգում մենք տեսնում ենք օրենսդրության մեջ այդ փոփոխությունները, որոնք գալիս են հենց միջազգային փորձից։ Չեք արել, չեք ուզում անել, եւ այնպեսի տպավորություն է ստեղծվում, որ այս իրավիճակը լավ էլ ձեր համար ձեռնտու է եւ ուզում եք մեզ էլ բացատրեք, որ մենք կամ պետք է գանք եւ տարալուծվենք ձեզ, կամ էլ թե չէ դուք մեզ կհամարեք հավասար նրանց հետ։ Հիմա հասկանում եք, ով է որտեղ հավասարության նշան դնում ում եւ ում միջև։ Մի արեք, պարզապես մի արեք։ Ի վերջո մեր շահագրգռվածությունն այն էր, որ Հայաստանի իշխանությունները լինեն առավելագույնս արդյունավետ։ Եվ ընդդիմադիր գործունեությունը ըստ էության ապրիորի ուղղված է հենց դրան։ Մինչև այն պահը, երբ գալիս է ընտրություններ եւ մենք գալիս ենք եւ ասում ենք, որ մենք ձեզանից լավն ենք։ Եվ ընտրեք մեզ, այլ ոչ թե իրենց։ Եվ փորձում ենք ապացուցել, դե կամ ստացվում է, կամ չի ստացվում։ Սա է քաղաքական պայքարը։ Քաղաքական պայքար, որից շահում է պետությունը եւ հասարակությունը։ Ես ուրիշ ձևի քաղաքական պայքար չգիտեմ, որովհետև հակառակն էլ, որ մենք սա տեսնում ենք, հա, այնինչ մենք տեսնում ենք, դա ուղղակի քաղաքականության հետ կապ չունի, դա մերձ քաղաքական մի թամաշա է, որը տանում է դեպի ոչ մի տեղ, մենք դոփելու ենք նույն տեղում, այս աղբանոցում քաղաքական, եւ դրանից էլ քաղաքացին չի շահելու։ Եթե քաղաքականությունը քաղաքացու համար չէ, ապա քաղաքականությունը ոչ մեկին պետք չի։ Գնանք մեր տաներով։ Այդպես է ստացվում եւ թող զբաղվեն սրանով նրանք, ովքեր այդ ամենը կկարևորեն։ Այնուամենայնիվ ուզում եմ հույս հայտնել, որ առաջնայինը երկրորդայինից կզանազանվի եւ մենք շարժվենք առաջ։ Լավ է լինելու։ Բարին ընդ ձեզ, կհանդիպենք։